Ես դժվար եմ Binance Transwallet հարթակից, ինձ զանգահարել են անհայտ համարներով, տենց ռուսական ինչ-որ համարներ, ու ընդհանրապես տարբեր համարներով, եղել է Մալթայից, օրինակ եղել է դուք ցանկանում եք ռուսերեն են խոսում, որ դուք ցանկանում եք կրիպտոարժույթով, ես սկզբից ասում էի չէ, ասում էի դուք չէ որ դիմել եք մեզ, ասեցի ես հնարավոր է ես չեմ դիմել ձեզ, ես ընդհանրապես կարող է, ասենք, ձեր ռեկլամները նայել եմ, ու ասենք սեղմել եմ, որ նայեմ, ավտոմատ կերպով զապրոսը գնացել է ձեզ։ Ու տենց արդեն Կոդեր եւ այլն չեք տրամադրել։ Կոդեր ասենց ուրեմն սկզբից իմ հետ ով որ զանգել է, ինքը իբր այդ Binance-ի աշխատողը ներկայացել է որպես Binance-ի աշխատող, ասենց ասած ճակերտներում օպերատոր, այսինքն ինքը հավաքագրում է, ասենք կրիպտովալյուտայի, այդ ով ցանկանում է զբաղվի կրիպտովալյուտայով դասընթաց անցկացնելու համար։ Այնուհետև երկրորդ անձը, հետո երրորդ անձը արդեն որ տրեյդեր է կոչվում Մաքսիմ Եֆրեմով։ Ինքը սկսեց կապվելը ու բացատրել, որ սկսում ենք, ասենք, եթե ցանկանում եք $100 ներդնեք։ Ես սկզբից ասում էի չէ, չեմ ուզում ներդնեմ, ասին խի, բայց դուք սեղմել եք։ Ու այնուհետև իրանք ինձ ասեցին արխային մնացեք, ես իրանցից հարցրեցի, ունեք դուք լիցենզիա, ասին հա, ձեր Հայաստանի Հանրապետությունը մեզ լիցենզիա տվել է, խնդիր չկա, արխային կարող եք դուք նայեք, ասի, բայց որտեղ նայեք, ասեց Binance-ի այդ կայքում նայեք։ Իսկ ինչ ժամանակ կասկածներ չունեիք, որ դա խաբեություն է։ Կասկածներ, ասենք, կասկածներ կար, բայց նախքան այդ կասկածները, նախքան ինձ հետաքրքրել է կրիպտովալյուտայով զբաղվելը, երևի բոլորիդ մոտ Facebook կա, Facebook հարթակում, ասենք, ռեկլամներ ալնում, գովազներ ալնում, պետական պաշտոնյաների կողմից, ասենք, ինչ-որ, ասենք, առաջին դեմքերից, ասենց ասած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ես մի քանի ամիս առաջ օրինակ կրիպտոյի մասին գովազդ էիք տեսել։ Բանի Գազպրոմ Արմենիայի այդ ձևի ռեկլամա տեսել եմ ես։ Իմ մոտ ոչ, ուղղակի, ասենք, թերթելու ընթացքում երևում է, իմ մոտ ճիշտ է, կասկած էր առաջացել, որ դա կարող է սարքած լինի, բայց միաժամանակ նաև, ասենք, մտածել եմ, եթե սարքած է, ապա հնարավոր է իրավապահ համակարգը նիժել է, ասենք, իրանք չեն տենում։ Ու տենց իմ մոտ ինչ-որ ձևի վստահություն է առաջացել, ու դրանից հետո անընդհատ իմ թերթերում գալիս է։ Ինչքան գումար եք կորցրել։ Ընդհանուր 7.5 միլիոն դրամ։ Ընդհանուր Լիցենզիա, որ ասում եք, տեսել եք։ Չէ, ես տենց էլ չկարացա տենամ, բայց արդեն գործընթացները սկզբից $100 ներդնելուց հետո նույն օրը 7500 դրամ եկամուտ իմ հաշվի համարին նստեց, Ամերիա բանկի հաշվի համարից։ Իսկ Ընթացքում իրանք նույն օրը ասին, եթե ձեզի հետի շահագրգռելա տենում եք, որ վստահելի ենք մենք, այ դուք փող աշխատեցիք, դուք կարող եք ներդնել ավելի շատ գումար ու ավելի շատ եկամուտ ունենալ։ Ասեմ, սկզբից ինձ առաջարկեցին $2000 կարգի, քանի որ Binance-ում կամ այլ հարթակներում USDT-ով ամեն ինչ կատարվում։ Ես ասի չունեմ այդ հնարավորությունը, ինձ հարցրին բանկերում վարկեր ունեք եւ այլն, ստեղ ցուցակում կա, ասի ոչ։ Ասեն դե փորձենք, նշեմ նաեւ որ իրանք կարողացել են իմ հետ միանալ WhatsApp-ի միջոցով նաեւ, WhatsApp-ով է ամեն ինչ կատարվում։ Իրանք կարողանում էին WhatsApp-ով, ասենք, իմ հեռախոսում ես ինչ թերթում էի, տենայի։ Փորձեցիք հետադարձ կապով իրենց հետ կապնվել։ Հետադարձ կապով, ասենք, ես արդեն երբ որ հասկացել եմ, որ ինձ արդեն սենց ասած թալանում են, իրանց օգնությամբ Ամերիա բանկից on-line կապով 5 միլիոն դրամի վարկ ես ուզեցի, Ամերիա բանկը հաստատեց 4 միլիոն
440,000 ու նույն վարկյա Այսինքն իրենք ինչ արեցին։ իրենք ինձ օգնեցին ոնց ես դիմեմ on-line կապով Ամերիա բանկին, քանի որ ես Ամերիա բանկի հաճախորդ եմ։ Հա։ Ինչ էին անում, ասում էին ինչ փաստաթղթեր է կմարամասիկ։ Ոչ, ինձանից ոչ մի փաստաթուղթ չեղավ։ Ինձ իրանք WhatsApp-ի միջոցով ասում էին Ամերիա բանկի հավելվածում մտիր այս էջը, մտիր այն էջը, վարկային բաժնում ես խփեցի, ասին սկզբից որ պայմանավորվել էին 1 միլիոն, ասեց 5 միլիոն։ Ես զգաստացա, ասի 5 միլիոնը եթե խփեմ, բա որ չստացվի, ինձ վստահեցրեցին, որ ստացվելու է, գարանտ ենք կանգնում, երաշխավորում ենք, եթե չստացվի, այդ գումարը ձեզ ենք տալու մենք, իմ գրպանից տալու ենք։ Ինչպես ստացվեց, որ ոստիկանությունում ձեզ վիրավորեցին, ասացին, բա գլուխը տուր էր, որ նման գործարքի գնաց։ Քնչական մարմիններում է, թե քնչական մարմիններում է, թե ներքին գործերի նախարարության կողմից։ Քնչական մարմնում ասեցին, բա ուր էր ձեր գլուխը, որ այդքան գումարներ դրեցիք։ Ես էլ ասեցի, սաղից մոտ էլ դա կարող է պատահի։ Հիմա ես ձեր հետ չեմ ուզում, ասենք դրա պատասխանը ուրիշ ձեր տամ, ասի սաղից մոտ կարող է պատահի։ Հիմա տենց է, որ ու այդպես էլ ասենք ստացվեց այդ 4 միլիոն 440,000 բանկը կես ժամվա երևի չտևեց on-line-ով որ դիմել եմ հաստատեց ու կրիպտովալյուտայի մեջ էլի այդ նույն տրեյդեր Մաքսիմ Եֆրեմովի միջոցով դրեցինք Binance-ում տրանսվալետի միջոցով այդ գործարքի մեջ ու նույն օրը իմ Binance-ի հաշվի համարին եկավ $97,800 ու որ այդ օրը պիտի ինձ իմ հաշվի համարից այդ գումարները փոխանցվեր տրանսվալետ կոչվածից զանգեցին ասեցին մեյլով ավելի շուտ ասեցին որ դուք չեք կարող այդ գումարները կանխիկացնել քանի որ դուք սկսնակ եք դուք պետքա X գումար ավելի կոնկրետ 1952 USDT մուտք գործեք հաշվի համարին որպեսզի տրանսվալետը թույլ տա տրանսվալետն էլ իբր այդ կրիպտովալյուտաների այդ ֆինանսական վերահսկողության ինչ որ տենց օպերատոր է կոչվում Ճիշտ ենք հասկանում, որ ձեզ հավատ ներշնչել է այդ սկզբի 7500 դրամ քարտին նստելը։ Իհարկե, այդ է մոտ հավատ ներշնչել, հետո սենց ասած վարկը վերցնելուց հետո ես ստիպված արդեն իմ խնայողություններից սկսեցի $1952 ամեն անգամ մտցնելուց մի տարբեր պատճառաբանություններ արդեն որ իմ մոտ ստրեսային վիճակ էր, չէի կարողանում, դա մի 5 օրվա ընթացքում էր։ Ես արդեն հրաժարվեցի շարունակել։ Իրանք ինձ տրանսվալետից ինձ իր պասպորտի կոպիան ուղարկեց, իբր զեղծարար չի, բայց ես հրաժարվեցի, հետո ես հետաքրքրվեցի, ասենք Ռուսաստանում ապրած անձնավորության ցույց տվեցի այդ կեղծ նկարը, ավելի շուտ այդ նկարը իմ հեռախոսի մեջ, ինչը հիմա կա, ասեց էսի կեղծ է, որովհետև ռուսական պասպորտներում չկա սենց, ասենք, այդ ալիքաձե ինչ-որ բաներ կա, տենց, էսի կեղծ է, տեղ արդեն ես հասկացա, որ զեղծարարության զոհ եմ գնացել։ Իսկ երբ հրաժարվեցիք, ինչ արձագանք ստացաք։ Ում կողմից։ Իրենց կողմից։ Ասեցին, եթե դուք վերջին այս 1100 USDT-ն չմուծեք, ձեր գումարները, այդ գումարած այդ շահած 97,000, գրեթե 98,000 գումարը կորչելու է։ Ես ասել հնարավորություն չունեմ։ Իրանց սենց ասած խնդրում էի, ասում էի, ինչ անեմ, ես այդ գումարը որտեղից գտնեմ, գնամ գողություն անեմ, գնամ մարդ սպանեմ, արդեն ամեն ինչ ծախել եմ այդ որպեսզի հետ վերադարձնեմ իմ կորցրած